Բարև ձեզ, ես Սարգիսն եմ, Լաչինայի տերը, ինքը Լաչինան է, որ եկել է Արցախից, ոնց որ Լաչինի գյուղերից, Աղանուց գյուղ կար, որոշեցինք Լաչին ասենք իրան, հետո մի պահ մտածում էինք Բերձոր ասենք, բայց արդեն սովորել էր Լաչին անունին, այդտենց լիանը մնաց Լաչինա, որ աղջիկա անել ավելացրեցինք, դառավ Լաչինան, հիմա դառել է ինքը Երևանցի հայտնի Լաչինան, շատերը իրան ճանաչում են, այնց հակառակ պատկերն է, էլի, որ տեսնում են շատերը երեխեքը մատուցից են տալի, ասում են Լաչինայի տերն է, ինձ Լաչինայով են ճանաչում, էլի, ոչ թե հակառակը։ Լաչինային 20 թվականի կռվի ընթացքում, որ հիշեմ առավոտ լուսադեմ էր, էլի, ոնց որ նոր լույսը բացվում էր, այդ պատերազմական վիճակները ոնց որ հանգստացել էր արդեն, կոնկրետ օրը չեմ հիշի, բայց մայիսի 9-ից հետո էր։ Մենակ չէր Լաչինան, մի քանի շունիկներ կային, մի 7-8, փոքրը ինքն էր, էլի։ Այդպես նկատել էի, բայց ժամանակ չէր եղել, էլի, թողբոհի մեջ ոնց որ շունիկներին ավելի մոտիկից ճանաչելու։ Այդպես մի օր լուսադեմ, որ արթնացա, քարանձավանման տեղ էր։ Դուրս եկա, ասենց լավ դեմս իր ուրախ, ասենց լավ փուճուր էր, էլի, մի 2-3 ամսեկան էր։ Ուրախ դեմքով աչքը վնասված էր, հիմա էլ մի աչք չունի ինքը, այդ կռվի ընթացքում է վնասվել, դե արդեն ոնց որ որպես կենդանասեր հասկացա, որ պիտի հոգ տանեմ իր մասին, այտենց արդեն 6-րդ տարին է իրար հետ ենք, ինքը իր համար հանգիստ ապրում է, մենք էլ փորձում ենք իր կյանքը անհոգ սարքենք, էլի, ասենց հիմա իր այն բան սեզոնն է, մազ թողելու սեզոնն է, ասենց սաղ մազ է անում, բայց զուգահեռ դրան են, որ մաքսիմում բան ենք անում, ազատ ենք թողում, աշխատում եմ կապիտակ չպահեմ, դաժե որ լողացնում եմ այս սեզոնին, իրան դուր չի գալի գնում է թավալա տալիս ցեխերի մեջ, այն որ նենց եմ անում, ամեն ինչ իր սրտով լինի, էլի, որ ինքը իրան բան, լիարժեք շունիկը զգա, բնության մասնիկը զգա։ Դեկտեմբերի 1-ին ենք հետ եկել, ոնց որ մարտական դիրքերում մնացինք կռվից հետո, դեկտեմբերի 1-ին հանգամանքների բերումով ասեցին մինչև ժամը 6-ը դուրս պետք է գաք, այդ օրը ձուներ էր գալիս, ու այդ պահին ոնց որ ոտով ահագին որ գնացինք, շունիկներն էլ մեր հետ եկան, պետք է բարձրանանք արդեն այդ մարդատար, կիսամարդատար, կիսաբեռնատար, չգիտեմ ոնց ասեմ, Ուրալները, այդտեղ որ բարձրանում ենք, այդ պահին ինքը անտառի մեջ վազուզում էր, խաղում էր, չէի կարում գտնել իրան, էլի, բոլորը բարձրացել էին արդեն մեքենան, ես իմ վեշերը թողեցի այդ Ուրալի մեջ, տղերքին ասեցի մի սպասեք, գնացեք, իրան մանեկա գտա, մի հատ ուրիշ ստորաբաժանում կար, որ իրանց մեքենան էլ չէր շարժվել, էլի, ոնց որ արդեն իրանց հետևից մեր տղաներից առանձին ուրիշ մեքենայով Լաչինայի հետ գնացինք, էլի, արդեն ասենց կամուկացի մեջ է, էլի, ասում եմ չգտնեմ հիմա էլ մեքենան գնում է, բայց ասեցի լավ, ոնց որ վերջի շանսն է, էլի, մի հատ հասկանամ որտեղ է, մոտիկ կլինի, այնտեղ արդեն որ կանչեցի, եկավ, ասենց թաց ձների մեջից, ծառերի այդ արանքներից դուրս եկավ։ Այդ եկանք մոտ այդ Աղանուց գյուղ, մոտ 25-28 կիլոմետրի կարգի հեռու էինք այդտեղից, մեքենաներով որ եկանք Աղանուց գյուղ, այդ օրը մնացինք այդտեղ, հաջորդ օրը առավոտը արդեն պլանավորում էինք գայինք Երևան, էլի, ու արդեն Երևան գալուց ավելի հանգիստ էր իր մոտ, ճիշտ է սկզբից մինչև Գորիս ճանապարհը վատ էր զգում իրան, ծանր էր շնչում, հետ տվեց բան, բայց Գորիսում որ հասանք մաքուր օդին թողեցի մի քիչ ման եկավ ու Գորիսից հետո արդեն երևի գերհոգնածություն էր մոտը, մինչև Երևան կիսաքնելով սենց եկել ենք։ Այդ կռիվների ժամանակ մեծ տպավորություններ, որ կենդանիները անհետանում էին օրերով դաժե, շատ ժամանակ մտածում էինք ուրիշ շունիկ եկար, որ ավելի տենց հենց կռվի առաջի օրվանից է մեր մոտ եղել, օրերով չկար, մտածում էինք բանա, երևի ինչ-որ վնասվել է կամ այդ պայթյուններից, որովհետև անընդհատ այդ մինամյոտը տարբեր զենքերը, որ աշխատում էր, մտածում էինք վնասվել է, բայց հետո պարզվեց գնում են իրանք ինչ-որ միտեղ թաքնվում են ու շատ էին վախենում, էլի։ Այդ կռիվների ժամանակ չենք կարում, էլի, շունիկների մասին հոգ տանեինք, որովհետև կոնկրետ իրանց մոտ այդ փախիր, թաքնվիր, այդ իրանց բնազներ
արդեն ոչ մեկին ոչ ենթարկում էին, ոչ իրանք ուղղակի գնում էին ինչ-որ միտեղ կարային օրերով չհայտնում էին, ոչ ջուր խմեին, ոչ հաց։ Ավելին ասեմ, մենակ շունիկները չէ, էլի անգամ այդ բնության մեջ անտառի մեջ էինք, ոչ մի կենդանի չկար, այդ ծիտիկների ծլվելոցը անգամ չկար, էլի կենդանական աշխարհը դից մի հատ կոնկրետ բանի է, ստրեսի է ենթարկված։ Նոր որ կռիվը վերջացավ, երևի երրորդ օրն էր, նոր առաջ անգամ լսեցինք այդ ծիտիկների, ճնճղուկների ձենը, կենդանիները սկսեցին երևալ։ Արի, լաչ արի մոտս։ Լաչին։ Աչքը որ էլ ոչ մի բան անել չէր լինի, բան արեցինք, ուղղակի հաղթահանիչներով մշակեցինք, հիմա էլ տենց հետևողական ենք լինում։ Առանձնապես բան չենք կարող անենք, այնտեղ մի տարբերակ կար, մենակ որ կարենք լրիվ փակվի, այդ պարագայում սենց ավելի երևի գերադասելի է այս կարգավիճակը, որտեղ սենց իր միմիկաները լրիվ լիարժեք պահպանված է, կարում ես մի քիչ դեֆորմացվում է, էլի, այդ հայացքը, չգիտեմ, սենց ավելի բնականին մոտ է, դրա համար որոշեցինք չկարեինք, այնտեղ ուղղակի որ բերեցինք իր մոտ ուրիշ առողջական խնդիր առաջացավ, սկսեցին ոսկորները փխրվել, չէր քայլում, այդ շատ աշխուժ էր սկզբից ու մի անգամից ոնց որ սկսեց անկում ապրել, այդպես տարանք տարբեր բժիշկների մոտ, ինձ կարգավիճակի հասա, որ ասեցին պետքա քնացնենք, հետո երկար փնտրտուքից հետո վերջապես համ բժիշկին, համ անհրաժեշտ դեղամիջոցը գտանք Եվրոպայից, որը որ այդ հիվանդության դիմաց պայքարում էր։ Տենց մոտավոր մի ամսվա բուժում ունեցանք, դրանից հետո ամեն 6 ամիսը մեկ ես իրան տանում եմ, ստուգումներ ենք անցնում, որ այդ առողջական վիճակը ավելի չվատան, այսինքն այս կայուն վիճակը մնա, ահագին ժամանակ երկու հետևի ոտքերը գիպսի մեջ էր իրա, էլի, ոսկորները ախտահարվել էին, չէր կարողանում քայլել, ինքն իրան կոտրվում էր, հետո կամաց ոսկորներն էր ամրացավ, հիմա հələ մի բան էլ չափից շատ աշխուժ է, սա որը վազվզում է, էլի, այդ առաջի մի քանի ամիսն է, այդ բուժումները մոտ 5-6 ամիս բուժումներից հետո ինքը էլ ոչ մի առողջական խնդիր չի ունեցել։ Անունը արդեն այնտեղ դրած էր, երբ որ արդեն տեսանք, ամեն մեկին ինչ-որ մի հատ անուն տալիս էինք, այնտեղ մեկին Սևո, մեկին, չգիտեմ, Քութո, իրանը տենց որոշեցինք երևի մի քանի օր հետո մեր տենալուց հետո Լաչին, ստեղ որ եկանք Երևան փոխեցինք Լաչինա, էլի որ մի քիչ նուրբ փնչի։ Որ նայում եմ այս իր ականջներին, հայացքին, լայկայի ու ավչարկայի սենց ինչ որ արանքում ինչ նմանություն կա, էլի, ենթադրում եմ կամ լայկայի կամ ավչարկայի խառնուրդ է։ Այնտեղ հետո իմացանք, որ ինքը вообще հայտնվել է մեր մոտ Աղանուս գյուղից, երբ որ մենք դիրքերում ենք եղել, տղաները մեզ ուզեցել են ուտելիք, ջուր բարձրացնելուց լինեն, տեսել են, մեքենայով բարձրացրել են մեր մոտ, այդ գյուղերը արդեն լրիվ դատարկված էին, այդպես մտածել են երևի մենակ կմնա, ուտելիք չի գտնի, ավելի լավ է զորքի հետ լինի, էլի, զինվորները իրանց կկերակրեն, այդպես բերել էին, այդպես ինքը ինձ գտավ, ես էլ իրան գտավ վերջում, էլի, ով դեռ շունչ ունի ու մտածում է պահի, պետք է լիարժեք գիտակցի, որ ինքը դառնում է իր կյանքի կարևոր մասնիկը, ամեն որոշում ընդունելուց իրանց մասին էլ ես մտածում, կլինի էդի տեղափոխություն, կլինի ցանկացած ինչ-որ փոփոխություն հաշվի ես առնում, ոնց որ ընտանիքի անդամի մասին ես մտածում, տենց էլ շունիկների մասին ես մտածում, մանավանդ իմ պարագայում, որ ինքը մի անգամ արդեն տուժվել է, իր հայրենի հողից կտրվել է, չեմ ուզում էլի ոնց որ երկրորդ կամ չգիտեմ թեկուս մինի ստրեսել ապրի, աշխատում եմ ցանկացած բան հաշվի առնել, տենց իր նախասիրություններով գնալ, իր սիրած ուտելիքները լինի։ Ինքը ինչ որ կենդանի էակ է, որը որ մենակ պակասում է խոսքը, մնացած ամեն ինչով ես այն որ 100%-անոց հստաբար կարամ ասեմ, թե քո էմոցիաները, թե ամեն ինչից զգում է, խանդում է, շատ է խանդում ավելին ասեմ։ Չգիտեմ, ոնց որ երեխուտեղ պահում ենք էլի։ Այդ ամեն ինչը մարդիկ
չգնան, հա, ցեղատեսակի կամ ինչ-որ գույնի կամ մյուս բաների հետևից հաճույքի հետ կարճաժամկետ հաճույքներ, հա, որովհետև շանդ որ պահում ես կարճ ժամանակ հետո ինքը քո համար երևի դառնում է ամենասիրուն, ամենախելացի շունը, էլի։